Ձեր առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կալանքի տակ է, չի ինքը կալանքի տակ չի, ինքը տնային կալանքի տակ է եւ ԶԼՄ-ների հետ շփումը արգելված չի։ Հետևաբար ինքը դատավորի անունն էին ուզում տղեկը։ Ինչ էր հարցը չէ։ Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ 3 հոդված է, ասվում է, սա քաղաքական է համարում։ Իհարկե։ 3-ը թե 2-ը, 2-ը, հա, 3, հա, իհարկե քաղաքական, քանի որ արդեն տարի, ինչքան 6 ամիս եղավ։ Հա, ու իրանք էլ ասելու բան չունեն, ասում են ինչ որ հաղորդագրություններ են ուղարկել այլ երկրներ, 4 երկիր, ինչու 4 չգիտեմ, 72 երկիր եմ եղել, ինչի մնացածին թեպտի էլի մյուս 4-ին է ձև ուղարկեն։ Երևի փաստաբանս ավելի ճիշտ կասի, այո, ճնշել, ցավացնել, կանչել համոզել առանց փաստաբանի, սպառնալ, համոզմունքը չեր անցնում։ Հենց այդ քննիչները այդ մեկին էլ որ հանել են Հակոբ Շահբանդարյան, թուրքա, պարսիկա, ինքը պետք է հենց այս մեղադրյալի աթոռին նստեր էլի, ոչ թե ասենք հանեին գործից։ Այսօր ինչ եք ակնկալում դատարանից։ Ես չգիտեմ, դատավորին չենք ճանաչում։ Չգիտեմ, ինչ անկկա։ Դուք հայտարարել եք, որ ձեզ միջնորդում են, այսպես ասենք, մարդկանց հետ մարդիկ են ուղարկում, որպեսզի հրաժարվեք ձեր քաղաքական հայացքներից։ Այո, ուղարկում են, իրանք էլ կանչում են, ոստիկաններին ուղարկում են, որ ասում են հարցաքննություն ունես, ստանում են քննչական, ասում են փաստաբանս ուրա, բա չէ զրույց է, այսօր առանց փաստաբան սկզբից համոզում են, այս կարգավիճակը քո դուրը գա, ասում եմ, հա իմ դուրը գալիս է, ինչ ա եղել։ Բա չէ արի թող մենք մեր ձևով մեր հարցերը լուծենք, դու թռի գնա, թագավորի պես ապրում ես դուրսը, ասում եմ չեմ գնալու, ասում եմ ձեր ձևը որն է, հայրենիք եք թողել, ինչ ձև, էլ ուր։ Ասում եմ երբ կսկսեք, Չարենցավան հասնեք, ասում եք Արցախի համար չգնանք, երբ եք սկսելու, Չարենցավան հասնենք սկսեք, թե Երևան հասնեք նոր ենք սկսելու։ Հետո այդ միշտ որ դատարաններում բարձրաձայնել են, որ ասում են հեսա զենք ենք գցելու, բա այդ հարցը էլ դատավորների դեմը մի տուր, ասում եմ խի բախում եք, բայց ով կռուտո եք, բա երբ ուզենանք կգցենք այդ զենքը, ասում եմ դե եկեք դուք։ Այսինքն դա նույն զենքն է անօրինական, որի այո, որը միջև հիմա ման են գալիս, էլի։ Երբ ուզենանք այդ զենքը կգցենք, ասում եմ դե արի կամերան միացրա դու էդի ասա, որ երբ ուզենաս կգցես, ես էլ ինչ ուզենաս վիզուալ եմ, հետո կանչում ասում են արի այսքան պետական ռեսուրս ենք օգտագործել, ալֆա ենք վերել, արի անձնագրի հարցով դու վիզուալ։ Այն մյուս հարցով էլ մենք փագենք գնա, ասում եմ չէ, ասում եմ գնդապետ տղես, ասում եմ թքեմ երեսիդ հենց սենց էլի, ասում եմ չես ամաչում, եկե ինձ խնդրում ես, որ հանցանք վիզուալ եմ, որ ասենք հեսա անձնագիրս է գրպան, ասա կարամ չէ ցույց տամ, այսին ուրեմն ժողովուրդ ջան, բոլոր անձնագրերս ստացել եմ դեսպանատներից դեսպանատան կնիքը կա։ Իրանց մեղադրանքներից մեկը ասում է դու անձնագիր ես ստացել, բայց սեկտ համակարգում մուտք ելքը չկա, ուրեմն ապօրինի ես մտել։ Ասում եմ լավ, առաջի ձևը բերեք, նույն էս կնիքը առաջի ձևի մեջ է, էլի, դեսպանի ստորագրությունով։ Առաջի ձևը բերեք, չեն բերում, դե ուզած չուզած ընտանիքին ուղարկել եմ արտասահմանից անձնագրերս հավաքել, բերել են, էլի։ Լավի վերջո ինչ են ուզում ձեզանից։ Լռեցնել, վախացնել, երկրից գնալ։ Իսկ ինչ վտանգ եք դուք ներկայացնում եք ձեզ իրենց համար։ Եվ փորձ ունենք։ Իրանց պետք է հարցնենք, եւ փորձ ունենք։ Ու այլ ընտրանք հա, որը որ չկար։ Հիմա իստումա փորձից։ Այն հայտարարությունները, որ մենք արել ենք, որ այդ քաղ տեխնոլոգիաները, որ բուհերում են սովորացնում, չի աշխատում, 3 հատ ընտրություն ենք շահել, հաղթել եւ ոչ մի այդ քաղ տեխնոլոգիան չի օգտագործվում, կան ուրիշ տեխնոլոգիաներ, գիտեն Աֆրիկայի անցած ճանապարհը, գիտեն քանի բռնապետի ենք ճակերտավոր օգնել ճամփել իրենց պաշտոնից, վախենում են երևի, չգիտեմ, իրանց պետք է հարցնեք, ավելի ճիշտ կլինի։ Իսկ ձեր նպատակը, ձեր ծրագրերը ո՞ր են։ Մեր նպատակը բավականին շուտ այս մարդկանց ճամփել, որ գնան։ Առանց ցնցումների, իշխանություններին, այսօրվա իշխանություններին, որոնք որ հայկական շահ չեն ներկայացնում։ Այս հայտարարությունը անելուց հետո ակնկալում եք, որ ազատ կարձակվեք։ Ես ոչ մի բան էլ չեմ ակնկալում։ Ինչ կանեն, թող անեն։
փաստաբանը պատրաստ է, մենք պատրաստ ենք, եթե արդեն մի դատավոր, որ Մասիս Մելքոնյանն էր, չգիտենք ինչի չի վերցրել, երևի դարձի եկող դատավորներ ունենք, էլի, տեսնենք։ Իսկ քննչական այդ խմբի համար այդ 4 հոգին որ կային, որ մեկին հանել են, խումբը ցրել են, հիմա մեկն է մնացել, ես իմ կարծիքը ունեմ, նրանք հանցագործներ են, պետք է նստեն մեղադրյալի աթոռին։